մի բան ճիշտ է Բիբին ասել, որ վաղը դուք կարտնանաք երկրորդը ասեց, որ վաղը դուք կարտնանաք նոր մերձավոր արևելքում, այո։ Այդ վաղը եկավ, մենք արտնացանք նոր մերձավոր արևելքում, որտեղ օքեյ է անչափահաս երեխա ֆիզիկոս տանը սպանել, փողոցում ապարել։ Նա ասում է ես ռեժիմ եմ փոխում։ Դուք դու չես կարող ռեժիմ փոխել։ Ճիշտ է, խելքի եկան, ասում են դա մեր օֆիցիալ բանը չի, նպատակը չի, բայց այդ են նույն մարդները այդ բանը իրենց նախագահան, ով որ չգիտեմ ոնց բացահայտել էր, որ Իսրայելը եւ ադրբեջանցիները հազարամյա պատմություն ունեն միասին անցած։ Ուրեմն հիշեցնեմ, Իսրայելը ստեղծվել է 1948 թվականին, 47-ի ՄԱԿ-ի որոշումով։ Ադրբեջանցիները ստեղծվել են 1936 թվականի Ստալինի հրամանով։ Ոնց հաշվում եմ, հազարամյակ չի կպնում ընդե։ Լավագույն դեպքում ուստի 100 տարին չի կպնում, այսինքն այդ մարդու ասածն է մի բան չի, էլի մաթեմատիկայից թույլ է։ Նոր մերձավոր արևել, անբարոյական, դուք վատ բան։ Պատերազմների, հա, մեզ լավա որ ասենք, լավ չի իհարկե, իրանք մեր հարևաններն են, բայց լավա որ մենք այդ տարածաշրջանում չենք։ Ամերիկյան հետախուզության ու արևմտյան հետախուզությունների թոշակի անցած մասնագետներ, ովքեր քիչ թե շատ տեղեկացված են, ասում են, որ Իսրայելը այս տեմպերով ունի մոտավորապես առավելագույնը, ոչ թե մոտավորապես, առավելագույնը մեկ շաբաթվա հոպի ակտերներ։ Միևնույն ժամանակ այն զորամիավորումը, ծովային իհարկե, որը Ամերիկան է բրդում, Նիմիցը բանը, իրանք այդ տիպի հրթիռներ չունեն, որ կասեցնեն բալիստիկները, իսկ Իրանը դեռևս բալիստիկները չի օգտագործել, որոնք որ նորերն են, ու սա շատ վատ հետևանք ունեն։ Այսօր գիշերը շատ հետաքրքիր, առավոտյան շատ հետաքրքիր, նոր զենք, նոր քրթիր ունեն, նախ Իրանը ունի, երկրորդը Իրանին իհարկե օգնում են, մասնավորապես Չինաստանը ակնհայտավոր Դրաման եմ բանանում էլ, դու պետք է չիմանաս Իրան չճանաչես տարածաշրջանը, որ չհասկանաս, որ իրականում պատժամիջոցների տակ գտնվող Իրանի Իսլամական Հանրապետությունը այսքան ժամանակ գոյություն է ունեցել հենց Չինաստանի հաշվին եւ Չինաստանը օրինակ իր տեխնոլոգիաների զգալի մասը կարա փորձարկի։ Իդեպ ես ասեմ, որ նույն շահեդ դրոնները, որոնց մասին շատերը բան են անում, չէ՞ որ բասկական է, չէ բասկական չի, ու նույնիսկ չինական չի։ Իրանք գերմանական են, իրանք ստեղծվել են բանի Բունդես ռեպուբլիկում, դաշնային, Գերմանիայի դաշնային, մինչև Սովետը կար, Բերլինի պատը կար, ինքը հատուկ ստեղծվել է հոպի դեմ, շատ ավելի փոքր բանը զարգացված, որակի գաղափարապես զարգացված, ինչի համար եմ սա ասում, բոլոր բաները, որոնք զինատեսակները հիմա կիրառվում են, իրանք այս կամ այն կերպ անցնում են ստուգում։ Ուկրաինայում մի մասը ստուգվեց, հիմա ստեղ մյուս մասն է ստուգում։ Միջուկային ծրագիրը այս պահին իրանական միջուկային ծրագիրը այն փուլում է մանավանդ այն ինչ կոչվում է արհեստական բանականություն։ Սրա արկայության դեպքում ասեմ էլի ինքը նոր բան չի, 40-ականներից կա։ Բոլոր տեխնոլոգիական գործընթացները գիտական հոդվածներով, պատենտներով, բաներով հայտնի են։ Այսինքն դե թաքցնելու գաղտնի բան չկա։ Այդ միջուկային զենք ստանալու միակ թեման է նա, որ խախանդ տեղ լինի, թուրքերեն ասած թալդա տեղ լինի, դու դա սարքես։ Ամեն ինչը հայտնի է, ոնց պետք է անես, պետք է որակին հետևես, բան ինքը կստացվի։ Հիմա պարզ է, բոլորը չեն կարողանում Ռաֆայելի պես նկարեն, բայց տենց Վան Գոգոտ կարաս նկարես էլի։ Տականջդ կդրես բան, շուշես խզբզես բան, հիմա էքսպրեսիոնիզմի կամ իմպրեսիոնիզմի մակարդակի կարաս շուշես բաներ Մալևիչի մի հատ քառակուսի գծես, բան ասես նկարա, ինչ համար եմ ասում, ասենք իհարկե բան չի, rocket science չի լինի քո մոտ այն նուրբ տաշած ռումբը, որը չգիտեմ այսքան է ու ինքը ամեն ինչ անում է, բայց մի հատ Հիրոսիմայի վրա գցած ռումբ կստանաս 45 կապ չունի։ Իդեպ այս հեքիաթը, որ իրանց պետք է հարստացնել մինչև 90%։ 65-ը այս սենց է Հիրոշիմայի համար։ Այսինքն լեգենդ է, իրանք պաշտոնապես ասում են մինչև 68 բան արած է, հարստացված է։ Հիրոշիմայի վրա 60 են գցել։
Տղեկ, ասածները ինչ է, որ 60 ունեն, չեն գցում, ուզում են գցեն, բայց չեն գցում։ Ոչ թե այատոլլային է պետք վերացնել, այլ Նետանյախուին պետք է տանել ՀԱԳ-ը։ Դա կկասեցնի, որտեղ Իսրայելը հայտարարում է, որ ինքը այն ինչ որ Իսրայելը հայտարարում է, կամ այն ինչ որ հայտարարում է Տրամպը, դա քրեականորեն պատժելի գործոններ են։ Այսինքն այատոլլային սպանելը կոչ անել այլ երկրի ղեկավարին սպանել, եթե դու չունես իրական իրեղեն ապացույց, եթե ունես, գնա դատարան, գնա ՀԱԳ, միջազգային տրիբունալ, ասա հրենք ես ապացույցները, խնդրում եմ մի հատ օրձեր տուր, բացի բիբից սրան է բերենք, բայց դու չունես չէ ապացույց։ Էնի կրոնական մարդու սպանության հրաման տալու բանը, որ հիմքը որն է, տղաջան, էնի աղոտ կա կարդում, պատարակ ասում, ու մեր լեզվով, իրանց չգիտեմ ոնց է կոչվում։ Ասենք դու հրաման ես տալի կամ կոչ ես անում սպանել կրոնական մարդուն, ինչը քրեորեն պատժելի է։ Սրա մասին է խոսք, այսինքն սա կասեցնելու համար, այն գոլֆիկը պետք է մարալագոից դուրս չգա, թողի լագամարը ոնց է կոչվում դրա այն գոլֆի ակումբը։ Այնտեղ պետք է գնա, կլուշկեն բռնի, այն իր ոսկե արձանին այդ շարիկով խփի, մի 30 օր ընդեմ են ծպտուն չանի, լավ է։ Բիբիին էլ պետք է Իսրայելում հավաքեն տանեն ՀԱԳ, ասեն։ Ո՞վ այդ հավաքող տանող, այդ դե մարդ կա, թե չէ։ Որտեղ։ Իսրայելում։ Իսրայելում։ Ну, в смысле, հա, բայլով։ Լուծումը Իսրայելի մեջ եք տեսնում, Իսրայելում։ Հա, միանշանակ, դա սրանք են կրակում։ Ոչ երրորդ ուժ էլի հարցս դա է։ Իրանը չի կրակում։ Չի երրորդ ուժ չի կարա խառնվի։ Ոչ մեկին պետք չի որ խառնվի։ Էս են դեպքն է, որ խառնվողի գլուխը ծակա։ Որտեղ ոչ բան չի ստացվելու։ Ահաբեկիչները Իսրայելի, որոնք ինչ չէ, ուսումնասիրել ոչ թե իրանք terrorist են, որտեղ terrorist են, իրանք ահաբեկում են, իրանք ամեն օր ասում են, ստեղից դուրս եկեք, հեսա կտրակացնենք, ես Թեհրանը կտրակացնենք, ես կանենք, ենքա կվառենք, թափենք, ձեր մոլին խփենք, սենց կանենք, ահաբեկել է այդ էլի։ Զենքի ուժով ահաբեկում ենք։ Մենք օթային տարածքը տիրում ենք Թեհրանի, լավ է սան տիրում ես։ Կլինի հովանես մի քիչ, շոկ է, որ տիրում ես գոնե հովել արա։ Հիմա այստեղ հարցը գալիս է կանոնը նրան, որ այս որը որ տիրում է, միրում է, ռմբակոծում է, բան գոլֆիկի հետ լավ է, իրանք պետք է սթրվեն, որ սա կանգնի։ Միտեղ ասեմ էլի ավելի նման է նրան, որ ասենք հայ-ադրբեջանական հարաբերությունում Նիկոլին հասես խելոք մնա։ Այս խելոքը պատալոգ էցանիվ է քշում։ Հասկացանք։ Եղած ինչ է, կարանք կեպկեն անենք, ասենք խես կեպկով, ասել եմ, Telegram-ս ասել եմ, ռուսահպատակ, ոչ մի անձ, անկախ կարողության և հնարավորության ծավալներից Հայաստանի Հանրապետությունում բացի խելոք ու համեստ ձև փող ծախսելուց ոչ մի ուրիշ իրավունք, պարտականություն և ցանկություն նույնիսկ իրավունք չունի ունենալ։ Պեսկովն ասում է Ռուսաստանի քաղաքացի է, մենք ուշի-ուշիով հետևելու ենք։ Այո, Ռուսաստանի քաղաքացի է, դրա համար մենք իրան կդատենք ու կանենք դեպորտ։ Օրինակ, Ռուսաստանի քաղաքացի, ավելի վատ, իդեպ, եթե Ռուսաստանի քաղաքացին փորձում է խառնվել, ցանկացած հիմա փորձի խառնվել ցանկացած երկրի քաղաքականությանը, իրանք ցմահ բանտարկություն կտան։ Ռուսաստանը հատուկ է այդպիսի գործողություն անում, ասենք օրինակ Ռուբեն Վարդանյանի օրինակը չեմ ուզում բերել, նա օրինակ հանձնեց իր ռուսական անձնագիրը։ Հանձնեց, ճիշտ։ Սամվել Կարապետյանը ռուսական անձնագրով եկավ եւ X տվեց։ Իրան թվում էր, որ իր ռուսական անձնագիրը իրան կպահի ձերբակալումից։ Ռուսաստանի, ռուսահպատակ, նույնիսկ հայկական անձնագրով, բայց Ռուսաստանի ռեզիդենտ, այսինքն ռուսահպատակ, ոչ մի անձնավորություն, ոչ մի ձևով, ոչ մի ինտոնացիայով Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքին խառնվելու իրավունք չունի, բացատրեմ ինչի։ Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտները, նույնիսկ հայկական անձնագրով, 22-ից
Փետրվարի 24-ից հետո աջակցում են ռազմական հանցագործություններ գործող բանակին։ Հետևաբար իրանք հանդիսանում են մարդ, ովքեր ֆինանսավորել են Բուչան, ովքեր ֆինանսավորել են Արցախի էթնիկ զտումները, ովքեր ֆինանսավորում են Հայաստանի վրա եւ եվրոպական երկրների վրա կիբերհարձակումները, ովքեր ֆինանսավորում են Սալավիովի նման սրիկաներին, որտեղ այդ պետական հեռուստատեսությունը։ Այսինքն մարդիկ չեն զգում իրենց պատասխանատվությունը։ Իրանք թվում է ուղակի ապրում են, չէ, իրանք ուղակի չեն ապրում։ Իրանք հարկ են մուծում, իրանք աջակցում են, իրանք չեն բողոքում դրանից։ Հետևաբար իրանք հանցակից են։ Հետևաբար ռազմական հանցագործության հանցակիցը իմ երկրում, իմ երկրի քաղաքականության խառնվելու ոչ մի իրավունք չունի։ Սահմանադրությամբ, խաղաղ օրենսգրքով, քրեորենսգրքով եւ բարոյական։